Բարև ձեզ, շարունակում ենք մեր գրական դավադրությունների շարքը 191 TV YouTube-յան ալիքում ու այսօր առանձնացրել ենք հետևյալ երկու աշխատությունները, դա բոլորին երևի հայտնի Գյոթեի Ֆաուստն է եւ գուցե ոչ այդքան հայտնի Էրիկ Հոֆերի The True Believer կամ ռուսերեն Человек убежденный տենց է թարգմանվում, հայերեն եթե ճիշտ եմ չի թարգմանվել այս աշխատությունը։ Արի ուզում ես դու ներկայացրու թե ինչու այսպես ասած երկու աշխատությունների վրա մեր ընտրությունը կանգնեց ու հետո արդեն սկսենք ավելի մանրամասն ներկայացնել։ Բարև ձեզ, ես մի թեթև անոնս անեմ, թե ինչի հենց կանգնեցինք այս երկու աշխատության վրա, որ մենք արդեն մոտ 6 ամիս է Լևոնի հետ այս ֆորմատով ռիլեր ենք անում եւ ոդքասթներ ենք անում ու երբ որ վերուծեցինք մեր այդ բոլոր ոդքասթները, ունեցել ենք մոտ 30 թե 40 թողարկում, խոսել ենք սկսած Հրանտ Մաթեոսյան, Մարկես, Խեչոյան, Վանող, Բուլգակով, Դաստոևսկի, Մխիթար Գոշ, այսինքն բոլոր հիմա որ թվարկենք շատ բաների մասին, բայց բոլոր խոսացածների հանրագումարը, որ տենց խորը վերլուծում ենք, գալիս է մի կետի։ Ու այդ մեկ կետը գործարքն է, բարու չարու կռիվն է եւ մարդու գործարքի գնալն է արդյոք սատանայի հետ թե չգնալը։ Ուրիշ թեմա, ինչ ստեղծագործություններ վերցնես աշխարհում գրված, չգրված, այդ երկու պայքարն է։ Ուրիշ պայքար այս կյանքում չկա։ Ու մենք ուզեցինք հենց այդ պայքարով փորձել մենք ամփոփել այս եթերաշրջանը, ու քանի որ մի քանի օրից արդեն ընտրություններ են մեր մոտ, մենք դեռ չգիտենք այդ ընտրություններից հետո ինչ ձևի կշարունակենք, ինչ ֆորմատով կշարունակենք կամ կշարունակենք թե չենք շարունակի, ինչի համար եմ դա ասում, որովհետև մեզ էլ է պետք որոշակի տեսնենք մեր խոսքը, մեր աշխատանքը որևէ արդյունք տվել է, թե չի տվել, եթե արդյունք չի տվել, այդ ժամանակ այլ դիրքորոշում պետք է անենք կամ պետք է ավելի շատ աշխատենք կամ էլ ընդհանրապես պետք է թարգենք, ասենք բնական process-ներ են, իրենք իրենցով մենք բնության դեմ չենք կարող գնալ, ինքն իր բանը որ վերադառնալով բանին, ասենք որ եթե հիվանդը չի ուզում ապրել բժշկությունը անզոր է, հիմա այդ երկու ֆորմատը հետո կորոշենք, բայց ընտրություններից հետո մի փոքր դադար կտանք ընտրություններից հետո եւ ըստ դրա ձեզ տեղյակ կպահենք, շարունակում ենք թե չենք շարունակում։ Բայց վերադառնալով ու չարուի ու բարու պայքարին, Լևոն ջան, մի հատ խոսքը տալիս եմ քեզ, թե ինչ զգացողություն եղավ այս ընթացքում, նոր որ խոսում էինք մինչև այս եթերը, մեզ իրականում այս եթերաշրջանը բավականին մեծ էներգիա տվեց այն բանով, որ գոնե այն ջղայնությունը մեր մեջից դուրս եկավ, մենք այսինքն չչարացանք ամեն դեպքում։ Խոսքը, որ փորձում ես տրամաբանական ընթացք տալ, ինքը չարությունը բացակայում է ու մեր խոսքով փորձել ենք մի փոքր Հայաստանում եղած չարությունն էլ քչացնենք ու նաև այն որոշումներ, որ մենք երկուսով որոշեցինք մեր բաժին պատասխանատվությունը մեր վրա վերցնենք։ Հիմա փոխանցեմ խոսքը քեզ, ավելի մասնագիտական ու սկսենք sense բարի նոտայով էլ փորձենք հասնենք մյուս этап։ Համաձայն եմ, շնորհակալություն։ Ոնց նշեցիր, սա մեր համար էր բավական հեշտ ճանապարհ չէր կամ հեշտ որոշում չէր, բայց ամեն դեպքում գնացինք այսպես ասած 6 ամիսները բավական հետաքրքիր անցան։ Այդ ճանապարհի հետ կապված էլ արի Աստվածաշնչից ասենք, որ ասում են դժվար ճանապարհը, որ դու ընտրում ես, հենց դրախտի ճանապարհը ասում է դժվար փորձությունների միջով։ Իսկ այդ հեշտ ճանապարհը միշտ էլ կա հեշտ ընտրությունը, այսինքն որ որևէ բան չանել ու թողել գործարքի գնալ այսպես ասած։ Այս այնց այնը հա, ես մեր հա դա իսկ մի անգամից գալ Ֆաուստին, այո, հեշտ ճանապարհ ընտրել գործարքի գնալ սատանայի հետ։ Հեշտ է, թվում է թե այս րոպեական բավական մեծ օգուտ է ստանում, ոնց հենց Ֆաուստն, հա, ինքը փորձում էր բացարձակ գիտելիքներ ստանալ ամեն ինչի մասին, ու հանուն դրա որոշեց վաճառել իր հոգին։
Դե այսպես ասած, ճիշտ էր թե սխալ էր, թող ինքը որոշի, գյոթեն ողջ աշխատության մեջ փիլիսոփայում է այդ թեմը, ցույց է տալիս թե ուր է դա տանում։ Բայց արի մի փոքր էլ զուգահեռներ անցկացնենք Էրիկ Հոֆերի աշխատությանը The True Believer-ի, որտեղ սկսենք երևի տարբերություններից, եթե Ֆաուստը փնտրում էր այսպես ասած ճշմարտությունը ու հանուն դրա պատրաստ էր գնել գործարքի, ապա ոչ երևի հավատացող կամ հավատացյալ մարդ, հա, անգամ ոչ կրոնական, այսպես գաղափարներին հավատացող մարդը, ինքը փորձում է փախնի այդ իմաստներից, փորձում է փախնի այդ ճշմարտության որոններից, որովհետև եթե դու ֆանատիկորեն հավատում ես մի ինչ-որ գաղափարի, ապա քո փոխարեն արդեն մտածել են այդ գաղափարի շուրջ, մշակել են այն, ճիշտ ու սխալն են որոշել, որն է բարին, որն է չարը, որն է լավն է, որն է վատը, քեզ ընդհանրապես մնացել է հավատալը։ Այսինքն ինտելեկտի ուղղի բացարձակ անջատում, այսպես ասած, քո փոխարեն արդեն քեզանից ավելի խելացիները կամ մեծերը կամ այն մարդիկ, ովքեր այդ գաղափարները ստեղծել են, իրենք արդեն այդ ամեն ինչը մտածել են։ Բայց մենք հասկանում ենք, որ այս երկու ուղին էլ կործանարար են, եթե դու ուղղակի կուրորեն հավատում ես ինչ-որ մի բանի, դա որևէ լավ տեղ չի տանելու, իսկ եթե Ֆաուստի պես դու փորձում ես ձգտել կատարյալ գիտելիքի, բայց պետք է հասկանանք, որ ցանկացած գործարքի, ցանկացած ինչ-որ մի բան ձեռք բերելը ունի արժեք։ Ինչ ես դու վճարում դրա համար։ Ֆաուստի մոտ հակառակ ծայրահեղություն է, ինքը հանուն գիտելիքի, որը արտաքնապես թվում է վեհ նպատակ, հա։ Բայց եթե հանուն դրա դու զոհաբերում ես քո հոգին, ապա դա նույնպես, այսպես մի ծայրահեղությունից մեկ այլ ծայրահեղություն է տանում, որը եւս միանշանակ չի եւ առնվազն ունենալու է որոշակի հետևանքներ։ Դեռ շատ հետաքրքիր բան ասացիր, այդ դաշտն է, որ որպես երկու դեպքում էլ նայվում է, որ մարդը աստու եւ սատանայի կրվադաշտն է, թե ով կվերցնի, բայց այդտեղ մենք մի թեթև բանավեճ ունեցանք մինչև սկսելը, թե արդյոք Աստված ու սատանան ավելի բուն սատանային վերադառնանք, սատանան է փնտրում մարդուն, թե մարդն է ինքը իրանով փնտրում սատանային ու գտնում ու ինքը գործարք առաջարկում, ու մարդն է ինքը Աստծուն փնտրում ու ինքը Աստծու հետ փորձում է գործարք անել։ Այստեղ շատ հետաքրքիր բան գոյություն ունի, դիլեմա գոյություն ունի, ու նաև իմ կարծիքով սխալը ինչու՞մ է կայանում, որովհետև մարդկությունը եւ ֆիլմերում, եւ արվեստի գործերում, եւ ինչ ասեմ, եւ հոգեվոր որոշ զրույցներում ինքը ուզում է ներկայացնի, որ ինքը մարդը առանց ոչի բանի անմեղ նստած էր, սատանան եկավ իրան սկսեց գայթակղել, բայց իմ կարծիքով տենց բան չկա։ Իմ կարծիքով լրիվ հակառակ process-ն է, որովհետև մարդը երգեր է որոնում ցանկացած սիտուացիայից, բայց երգերից մեկը հեշտ ձևով սատանացելով պայմանական սատանայի հետ գործարքի գնալն է։ Ուրիշ տարբերակ ես չեմ էլ տեսնում, էլի ինքը որևէ բան չկա, չի մտածում սատանան գիշեր-ցերեկ կամ Աստված նստած գիշեր-ցերեկ մտածի, որ արի ես Լևոնի մոտ այցելեմ, ինչ որ բան անեմ։ Բոլոր աշխարհում մարդ չկա, որ փորձությունների չենթարկվի։ Աշխարհում մարդ չկա, որ դժբախտության իշխան չապրի, բայց մարդիկ տարբեր ձևի են ռեակցիա տալիս, այսինքն իրանք են փնտրում այդ վիճակից ոնց դուրս գալ, ու դա մեր ընտրությունն է։ Ես համաձայն եմ, մենք բազմաթիվ անգամներ դրա մասին խոսել ենք, ու հա այս հարցում էլ ես այդ մոտեցում ունեմ, որ դա շատ հեշտ պատասխանատվությունից փախնելու միջոց է, այսինքն ոչ թե ես փնտրեցի սատանային կամ ես առաջարկեցի այդ գործարքը, այլ հա քո ասած քո վերած օրինակով մարդը ինքն իր համար հանգիստ նստած էր, մեկ էլ իրեն գայթակղեցին, ինքն էլ չդիմացավ այդ գայթակղությանը, այսինքն ինքը այս դեպքում ընտրություն կատարող եւ պատասխանատվություն կրող սուբյեկտից իրեն վերածում է զոհի կամ օբյեկտի, այսինքն դու քո վրից վերացնում ես ամեն ինչ, ասում ես ես մեղավոր չէի, ինձ եկան եւ իմ հանդեպ որոշակի գործողություն այսինքն գայթակղեցին, խաբեցին, առաջարկեցին, եթե քաղաքականացնենք ամբողջությամբ քաղաքականացնենք, դա քաղաքական գործիչների տեսնում ենք ինքը բոլոր մեղքերը իրենց կատարած մեղքերը գցեն սատանայի վրա։ Իրենց մարդը ինքը մեղ կամ նախկինների ինքը որպես կամ նախկիններին որպես սատանա ներկայացնել։ Այսինքն ինչ որ ասած պայմանական ձևով դու պատերազմա պարտության տանես,
դու պատճառ դառնաս տարբեր աղետների ու ողբերգությունների, վերջում ասես նախ ես չեմ եղել ուրիշներն են։ Դա ի՞նչն է։ Շատ հետաքրքիր է, ինքը նաև հայթակղվել է։ Արի ասել ասի, ինքը ասում է ես ոչ մի թիզական եմ 18-ից 20 թվական, հա, կամ մինչև 20 թվական այվան դիմադրի ժամանակ, ինքը գայթակղվել էր, որ Արցախը Հայաստան է այդ թեզով։ Այսինքն սատանան անգամ մտել է իր մեջ, գայթակղել է իրան, ինքը ենթադրել է, որ այդ ոչ մի թիզականությունը ճիշտ է, հետո մեկ էլ վայ պարզվեց, որ չէ։ Բայց շատ ճիշտ ես, վերադառնով այդ սատանայի գոյությանը նախկիներին մեղադրելու, անգամ հիմա նախընտրական քարոզը գնում է ոչ թե գաղափարների մասին, այլ միմյանց մեղադրելու, այսինքն երկու կողմն էլ սատանա են փնտրում, ու Էրիկ Հոֆերի հենց աշխատության հիմնական միտքը մեխը հենց դրանում է, որ ինքն ասում է մասսայական ցանկացած մասսայական շարժում կարող է հաջողել առանց Աստծու, բայց երբեք առանց սատանայի։ Այսինքն մարդկանց որևէ գաղափարի շուրջ կենտրոնացնելու համար ոչ այնքան պետք են դրական հերոսներ, կամ ինչ-որ ասպետական քայլեր, կամ գաղափարներ, կամ ինչ-որ որոշակի խնդիրների լուծման ուղիներ, որքան թշնամիներ, սատանաներ։ Այսինքն հիմա Նիկոլ Փաշինյանը առանց Ռոբերտ Քոչարյանի ինքը եւ 21 թվին եւ հիմա որևէ ընտրության շանս չունի։ Ինքը պետք է ներկայացնի որպես սատանա, որ կարողանա ընտրվի։ Ու ինքն է ստեղծում այդ մարդը ինչքանով է չափազանցված, ինչքանով է չչափազանցված, բայց իրան պետք է ստեղծի այդ կերպարը, որ կախի ամեն ինչ այդ բանը չարուժերի վրա։ Ինքը 18 թվականը սկսեց Սերժ Սարգսյանի սատանա ներկայացնելը, որովհետև 18 թվականի այդ ապրիլ մայիսյան շարժումը ինքը մերժիր Սերժին է, չէ՞, Սերժի դեմ ուղղված շարժում է։ Լավ, բայց դեպքում իդեպ երրորդ սրոք չգնալու համար։ Որ հիմա ինքը նույն երրորդ սրոքն է գնում։ Այսինքն իրանք դեմ էին նույն մարդու կողմից երրորդ անգամ առաջադրվելու։ Երթուն պատառ, որ իրենք նաև օրինակներ են վերում, որ Սերժ Սարգսյան դու խոստացել ես, որ երրորդ անգամ չես գնալու։ Դու ո՞նց ես գնում դրան այդ քայլին։ Ու հարու բազմաթիվ ինտերվյուներ կա, որտեղ որ նշում է, որ դա պետության համար կործանար է, որ մարդը երրորդ անգամ ընտրի։ Եթե այդ ոնց եղավ, որ Սերժ Սարգսյանը երրորդ անգամ կործանար, քոնը երրորդ անգամ կործանար չի լինում։ Ու այդ վերադառնալ, հա 18-ի շարժումը սկսվեց Սերժ Սարգսյանի դեմ, այսինքն մերժիր Սերժին կարգախոսով, հա մարդիկ չէին գնում Նիկոլ Փաշինյանին վարչապետ տեսնելու գաղափարի համար։ Մարդիկ մեծամասամբ շատերը փողոց էին փակում կամ այդ շարժմանը մասնակցում էին, որպեսզի Սերժ Սարգսյանը չլինի։ Այսինքն տեսականորեն նրանց մեջ գուցե մեծամասն գուցե ինչ-որ մաս համաձայն լիներ, որ ասենք հանրապետականից այլ տեխնացու, ասենք Կարեն Կարապետյանի տեխնացուներն ու կամ մեկ այլ տեխնացուի առաջադրվել ու մեծ հաշվով դա պետք է այդտեղ վերջանար, բայց արդեն այսպես ասած քաղաքական տեխնոլոգիաները դաշտ մտան ու ամեն ինչ բերվեց այն կետին ու բերվեց։ Հետագայում այո պատերազմից հետո եւ անգամ դա պատերազմից առաջ 19 թվականից Նիկոլ Փաշինյանին իշխանությունը պահելու համար պետք էր մեկ այլ սատանա։ Ինքը հասկանում էր, որ որքան է Սերժ Սարգսյանը մերժված էր 18 թվականին, բայց եւ մեծ հեղինակ ռեյտինգ չուներ, բայց հակա ռեյտինգի առումով Հայաստանում չեմպիոնը Ռոբերտ Քոչարյանն է։ Միշտ եղել բոլոր ժամանակներին։ Ու դրա համար պետք էր ոնց որ վերցնել Ռոբերտ Քոչարյանին, բերել քաղաքականություն, դա ինչ-որ ճնշումների տեսքով եղավ, մոտ 1 տարուց ավել նա նաև ազատությունից զրկվեց ու ընդհանուր 21 թվականի ընտրություններում, այո 21 թվականի ընտրություններում ես էլ բազմաթիվ հաղթել են Ռոբերտ Քոչարյանը եւ Ռոբերտ Քոչարյանի վախից դրդված մարդիկ համատեղ։ Հիմա տեսար որ բանա Պետրոս Ղազարյանը իր հյուր մնացած բոլոր տեխնացուներին 25 րոպե 20 րոպե իսկ Ռոբերտ Քոչարյանը 1.5 ժամ ինքը պետք է ներկայացնի որովհետեւ ինքը հեշտ թիրախ է ինքը որ գրականության համար է որ ուզում ես ներկայացնես ինչ որ չար կերպար սատանայի կերպար ինքը պետք է պոզերը երևա պոչը երևա ինքը որ կարողանա արտահայտիչ լինի որ դիմացինի համար որ իրական սատանան բայց էլի գրականությունը մի քիչ փոխվել է նրանք փորձում են իրական սատանան ավելի մեղմ սովորական դեմքով ներկայացնեն, որ կոտրեն այդ կարծրատիպը, որ բայց ավելի արտահայտիչ լինելու համար ֆիլմերում էլ եթե մարդը պատկերավորում է, երեխային էլ որ ուզում են վախացնեն, նայի բոբոձաձեն կգա, վախենալու տգեղ կերպար պետք է ներկայացնեն, որը որ մինչև վերջ վարկաբեկված, որ չի կարա պաշտպանվի մարդը։ Հիմա Պետրոսի մոտ ցանկացած այլ մարդ եթե գնար ինքը կարող է պաշտպանվել, բայց ինչի են հենց հատուկ բերում։ Դա միաձուլված, այսինքն չարը կարող է երկու մասի բաժանվի ու ինքը երկու ֆրոնտով պայքարի մասերով այսպես ասած ինքը տարբեր ձևով դիտումների քանակն էլ բավական շատ նստել է համատած, հա, այդ եթերը հենց նախընտրական ընտրությունից մեկ շաբաթ առաջվա, այսպես ասած, տեխնոլոգիա քայլ բավական իշխանությունների սրտով էր, լավ, ասենք ասենք։
ես նաև գիտես այդ թեզը որտեղ կուզեի շարունակեի, որ հանրության մեջ շատ-շատերի մեջ կա այն մտայնությունը, որ դե նույն ուժեղ Հայաստանը, Սամվել Կարապետյանի գլխավորությամբ կամ Գագիկ Ծառուկյանը, դրանք հենց Քոչարյանի պսևդո պրոյեկտներն են, այսպես ասած, որ իրենք բոլորը տարբեր 3 ճյուղով ձայներ են հավաքում, վերջում նախագահ-վարչապետ ընտրեն Քոչարյանին։ Այս թեզն էլ է բնականաբար իշխանությունների կողմից մատուցվում, որպեսզի այդ պատերազմի եռագլուխ կուսակցություն, բան հա ամեն ձև փորձում են այս 3 ուժերին միավորել իրար։ Գտնում են, որ հա X, ասենք Ծառուկյանի մոտ երկրորդ համարը նախկինում Քոչարյանի թիմից է եղել, ուժեղ Հայաստանում երկրորդ համարը։ Բայց զարմանալիորեն առանձին վերցված եւ Ծառուկյանը եւ Սամվել Կարապետյանը իրենք հասարակության մեջ տենց վախ չեն առաջացնում։ Հակառեյտինգ իրանք տենց մեծ վախ։ Ինքը ընդհանրապես ինչ էլ ասեն, բան իրենք իմ համար էլ է զարմանալի, որ դաժե լայն հասարակության մեջ ինքը սիմպաթիա կա, ինչ-որ բարի կերպար է արտահայտում, չափերով մեծ, Ծառուկյանի կերպարը ինքը քայլումա ոչ մի բան չի ասում, ինքը խոսում է տենց բարձա տենց բարձր արժեքների կամ բարձր պիեսա գյուղացիների ինքը տենց բան չի առաջացնում տենց զզվան սարքարնոց չի ասում նույնը Սամվել Կարապետյանը որևէ բան չի իշխանության մեջ չեն եղել ու իրանք իշխանության բանով չեն արել որևէ չեն օգտվել Սամվել Կարապետյանի հարստությունը չի դիզել չեն արել չեն ճնշել ու դրա համար մարդիկ տենց այդ ձևի չեն ընկալում դրա համար Քո ասածը ճիշտ է, պետք է կապեն, որ կարողանան խորտակեն, սատանայի կերպարը կարողանան ամբողջական կերպար ստեղծեն, ու տենց ներկայացնեն հասարակությանը։ Ես նաև հա, եթե մենք այս թեմայից խոսում ենք, էլի Էրիկ Հոֆերի մոտ ինչ հետաքրքիր բան կա, չնայած ամբողջ գիրքը այդ կույր հավատի մասին է, հա, the true believer, այսինքն մարդիկ, ովքեր կոպիտ ասած ուղեղը անջատած հավատում են որևէ գաղափար, ֆանատիկները, հա, անգամ չգիտեմ Մերոքս արաբական աշխարհում այդ մահապարտները կան, չգիտեմ, մահաբեկիչները, բան նրանք էլ բոլորը ֆանատիկ ինչ-որ հավատացյալ են, հա, ջիհադի, պատերազմի հավատացողներ, բան։ Էրիկ Հոֆերը ինչ է ասում հետաքրքիր, որով գուցե բազմաթիվ նախկին, չգիտեմ, 19-րդ, 20-րդ դարի փիլիսոփաներին հերքում է ինչով կամ առճակատման է մտնում, որ այսօր արդեն ոչ այնքան կարևոր են այդ գաղափարները, որքան տեխնոլոգիան, դրանց մատուցման ձևը։ Այսինքն մեծ հաշվով Նիկոլ Փաշինյանն էլ է տենց անում, այսինքն ինքը վերցնում է մի հատ չեղած գաղափար, որը որևէ քննադատության չի կարող դիմանալ, բայց դա փաթեթավորում է, ասենք, այդ պերաշկի ուտելով, այդ մարզային այցերով, այդ սատանայի կերպարի ստեղծում, այսինքն ինքը տարբեր տեխնոլոգիաներ է կիրառում, որոնք ել ավելի էֆեկտիվ են ու ավելացնում են այդ էֆեկտը, բայց տակը եղած են բուն գաղափարը, որի շուրջ պետք է այդ ամենը չկառուցվի, ինքը շատ պսին դատարկ գաղափար է։ Համաձայն եմ քո հետ ու ուրիշ բան քեզ ասեմ, սատանան երբ է կարողանում աշխատել։ Երբ որ հարցեր չես կարողանում տալ, բանական հարցեր։ Այսինքն սատանայի համար պետք է մասսա սատանայի գոյության, որոնք որ բան են, ուղեղ չունեն, զոմբիները ինչ են, որ զոմբիներին ասում են, որ առանց ուղեղ ինքը կենթանի է ինքն իրանով, որ մարմինը կենթանի է, բայց ուղեղ չունի։ Ու այդ ուղեղ չունեցող բանին ինքը շատ հեշտ է սատանա ներկայացնեն ու սատանա եկավ։ Հենց մարդը սկսում է հարց տալ տարբեր հարցերի շուրջ, կապ չունի ինչի հետ կապված է, տնտեսությունն է, քաղաքականությունն է, ներքին հարցը։ Այդ ամեն ինչ այդ սատանայի կերպարն է փշրվում, ամեն ինչ այդ կեղծ բանն է փշրվում։ Ու հետաքրքիր գիտես որն է, որ հիմա կռիվը այդ եկեղեցու հետ կապված կռիվը, հենց այս դերիվ նույն փաթեթի մեջ է, որ ամեն ինչ ինքը ներկայացնեն, որ զոմբիներին ներկայացնեն, որ գիտեք ինչ կա, էսի պետք է գրավեք, որովհետև էսա քո խնդիրը։ Ինքը եկել են գրավել են քո հավատը, ինքը պետք է կույր հավատի դրած, բայց երբ որ սկսում են մի քանի 2-3 տրամաբանական հարց տալ, մեկ էլ այդ ողջ այսպես ասած թեզը փշրվում է։ Մարդը ինքն իրանով միայնակ կենթանի է, երբ որ ծնվում է, բայց մարդը հասարակական բան դառնում է, ինքը տարբեր մարդկանց հետ շփվելով ու բազմաթիվ անգամ դեն ենք խոսել, երբ որ այդ դաշտը նենց է ստեղծում ինքը իրան ապահով է զգում այդ դաշտի մեջ միայնակության, ինքը եթե նորմալ դաշտ է, ինքը նորմալ դաշտում է կարողանում պաշտպանված զգալ, բայց եթե տեսնում այդ դաշտը չկա, ինքը այդ խմբային հոտային մեխանիզմի մեջ, ինքը զոմբիների մեջ, ինքը պետք է զոմբի ձևանա, որ կարողանա այդ թեզը առաջ տանել։
այդ միայնությունն է որ այսպես ասած որ տարալուծվում է ինքը ամբողջի մեջ ինքը տարալուծվել որը անձնական տեսանկյունից այսպես ասած իրան անվտանգության զգացում է տալիս դա դեռ Գյուստավ Լեբոնն էլ էր ասում մենք այդ թեման քննարկել ենք բայց նույն Էրիկ Հոֆերը ինչով է դա քննադատում որ մարդը կորցնում է իր ինքնությունը իր անհատականությունը ու բազմաթիվ այսպես ասած հեղինակներն են այդ թեմայով խոսել որ այո ամբողջի մեջ տարալուծվելով ամբողջի մեջ կորցնում է երբ դու դադարում ես հարցեր տալ ու շարժվում ես էմոցիաներով փոխանակ տրամաբանությամբ շարժվես այո դու կորցնում ես քո ինքնությունը որը դու էլի կորցանարար է անկեղծ ենք բայց եթե լավ շարունակենք այս միտքը բայց քաղաքական գործիչները փայլուն դրանից օգտվում են իրենց պետք է որ իրանց մասան չլսի գաղափարները շարժվի բացառապես էմոցիաներով մեկ այսպես խմբի շրջանակներում դրան են նաև միտված այդ սատկացնելու ենք կզացնելու ենք չգիտեմ համբալ եւ այլն այս տերմինոլոգիան որը էլի շեշտը դնում է հանրության էմոցիաների վրա այսինքն համբալ ու կզացնել ասելու համար որևէ տրամաբանություն կամ ինտելեկտի աշխատանք պետք չի դու խփում ես ճակատան խփում ես ընտրողի հոգուն իր էմոցիաներին շատ հետաքրքիր բան ասացիր Էրիկ Հոֆերես Человек у Vision-ին ինչն է ասում բայց արի մի փոքր էլ բանից խոսանք դրականից խոսանք որովհետև շատ բացական է խոսեցինք այս գործի մեջ ինչն է ամենաշատը դուրս գալի որ ասվում է որ ճգնաժամն է շարժիչ ուժը հիմա մենք արի փաստենք որ Հայաստանում իրականում ճգնաժամ է ու հնարավոր է որ մենք երբ որ արդեն հասնում ես հատակին միակ տարբերակը կամ խեղդվելն է կամ ոտքդ հրել դու լողորդ ես եղել ամբողջ կյանքում որ բարձրանաս արագ վերը հիմա մենք հատակում ենք գտնվում հիմա կամ պետքա մենք ընդունենք որ մենք խորտակված ենք այլ ուժ չկա կամ պետքա ոտքով հրենք ու բարձրանանք վերև ու այդ դեպի լույսը դեպի ինչ ասեմ օդը դեպի բարձր արժեքները թե չէ կամ էլ այն երկրորդ ընտրությունը որն է հարմարվել հանձնվել ու տարածվել ու ընդունել խաղի կանոնները ինքը բոլոր հասարակությունները այդ շարժիչ ուժը այդ բանն է ինքը կործանումն է ճգնաժամից ելքեր պետքա որոնել մարդու համար էլ է տենց երբ որ մարդը մտնում է այսինքն ցայտնոտի մեջ որոշակի ինքը ելքեր պետքա որոնի ու ինքը երկրից շատ դեպքերում մարդիկ ինքը ավելի ուժեղացած են դուրս գալիս ավելի փորձառու է դուրս գալիս եթե ես չեմ սխալվում մենք շատ այսպես ասած հապացիկ քննարկել այդ մկների վրա իրականացված փորձարկում հա էքսպերիմենտը Սիլենա 25 կամ Տիեզերք 20-ին տենց էին անվանում որովհետեւ դա 25-րդն էր բարձր բոլոր 25-ն էլ նույն արդյունքն են տվել երբ մկների համար ստեղծում են իդեալական պայմաններ նորմալ ջերմություն, սնունդ, ջուր, ցանկ իրաց համար այսպես իրաց գոյատևման համար բոլոր անհրաժեշտ պայմանները, բայց նկատում եմ, որ մի քանի սերունդ հետո, հա, այդ իրանց այսպես օրացային հաշվարկներով, մի քանի սերունդ հետո այդ հասարակությունները կործանվում են, որովհետև եթե չկա այդ պայքարի ոգին, եթե ամեն ինչ իդեալական է, եթե ներքին պայքար ճգնաժամ չկա, ապա մարդու ուղղակի տվյալ դեպքում մկներ է, բայց գիտափորձես միտված են որ ցույց տա, որ այդ նմանությունները մարդկանց մոտ է լինելու, մարդը ուղղակի դադարում է պայքարել։ Ու նաև Ֆաուստին վերադառնալով ինքը ստեղ ինչ է ասում, որ բացարձակ չարի ու բացարձակ բարի գոյություն չունի։ Ու հիմա իրանք միախառնված են ու այդ պայքարն է ծնում մարդուն։ Դու ամեն օր այդ ընտրությունը պետք է կարողանաս կատարես։ Եթե միանգամից հաղթանակ, որ ասում են, մենք բարին հաղթեց, ինքը արդեն քո ասած այդ Սիլենա 25-ն է դառնում, որ ինքը իրանով արդեն դրախտային հասարակություն է, ինքը մկնային դրախտ են ասում, որ մկնային դրախտը, որ ծույլ կենդանիներ են, որոնք որ չեն ուզում բազմանալ, իրանք իրար պայքար չկա, կռիվ չկա, բայց հենց տիեզերքը ստեղծված է նրա համար, որ այդ պայքարենք ու մենք փորձենք այդ պայքարից ավելի ուժեղացած դուրս գալ։ Այսինքն այդ բացարձակի որոնումը ու ամեն օրյա ապացուցելու բանը, ոչ թե որ մենք այսօր հաղթանակեցինք, դե լավ, հիմա վաղվա օրը ենթադրենք, վաղը Նիկոլը չլինի, մյուս օրը Պողոսը լինի, եթե էլի այդ հասարակությունը մեկ օր հետո Հայաստանը դրախտ չի լինելու, այսինքն այդ բացարձակ ճշմարտություն չի լինելու, այդ պայքարն է, ես կուզեմ, որ այս թեմաներով կարողանան քաղաքական գործիչները քննարկեն, ոչ թե որ բոլորը ներկայացնում են, որ
այս մարդը հեռացավ ու իդեալական մի հատ պայմաններ ստեղծվելու, մկնային դրախտ ստեղծվելու։ Ցավոք շատերը հավատում են դրան ու շատ քիչ ուժեր կան, ովքեր խոսում են հետ Նիկոլյան, այսպես ասած, ժամանակաշրջանի մասին, թե ինչ ա լինելու, երբ Նիկոլ Փաշինյանը գնա։ Այսինքն ոնց են փորձելու այս ընթացքը Հայաստանի, այս վեկտոր, այսպես ասած, վեկտորաշրջանական էլ ընդհանուր դեպի կործանման տանող անկումը կասեցնել։ Մինչև գնալը դրա այս վերջերս լսեցի, չէի լսել, Էլինար Վարդանյան կար, որ Սիսակ Գաբրիելյանից էլ մի հատ մեջներում էր բերել, բայց մի հատ դրա պատասխանը նա էր, որ հարցրել էր, բայց Նիկոլից հետո ինչ ա լինելու։ Սիսակ Գաբրիելյանը ասել էր, դեռ դուք պետք է հասնեք նրան, որ Նիկոլից հետո Հայաստան լինի, որ հետո կա պատասխանատվության ենթարկեք մեզ։ Ինքը բարձր կլաս էր, այդ ազատությունը ոնց է լսեցի, այսինքն ինքը մենք պետք է կարողանանք Հայաստանը պահենք, որ հետո հասկանանք Նիկոլից պատասխանատվության ենթարկում եք ենթարկեցնելու ենք այդ մարդկանց։ Իրականում դա շատ վտանգավոր թեզ է, Օվերտոնի պատուհան է բացի։ Մարդկանց չէ, ասում եմ ինչ որ գործողման են եղել երկուսով իրար հետ, գործողման ժամանակ ասելա, բայց դուք չեք մտածում ապագայի ձեր պատասխանատվության մասին, ինքն էլ ասելա, դու պետք է Հայաստան լինի, որ դուք մեզ պատասխանատվության ենթարկեք։ Բայց հա, չգիտեմ ինչ ասեմ։ Մեր խնդիրը պետք է լինի, որ Հայաստան պահենք, որ այդ Հայաստանի մեջ կարողանանք այդ չարի ու բարի պայքարը լինի, եթե Հայաստան չլինի, այդ չարի բարի պայքարը չի լինելու։ Հուսամ որ մենք դրան չենք հասնի, իսկ վերադառնալով այդ քո ասած նախորդ մտքին, որ այո, ամեն ինչ sense սև ու սպիտակ չի, էլի, որովհետև եթե մենք խոսում ենք պայմանական միայն բարու մասին, ապա դա մարդը չի, դա Աստված կամ հրեշտակն են, հա, ասենք ասենք, եթե միայն չանա, ապա դա սատանա։ Ցանկացած մարդու մեջ, այո, այդ ամեն ինչի ու ամենօրյա պայքարն է, այսպես ասած միքսն է, հա։ Հիմա ասած մարդը չէ, մարդը ինչ է ցանկացած ինչ է, որ ասում է սա լավ դե հանձնենք վերջանակ ինչ ենք անում, ավելի լավ հեշտ ճանապարհով գնանք։ Կամ օրինակ չէ, պետական պաշտոնյա կամ դա լավ, մի անգամ ասենք կաշառ վերցնենք, լավ, այս մի անգամ ինչ պետք է փոխի, լավ է մի անգամը։ Հա, կամ դե լավ, մի անգամ բան արեցինք, գնացինք ընտրեցինք բանով կաշառ վերցնելով կամ ինչ որ վախի մտնոլորտից կամ մտածելով որ բանը իմ ազնական շահը պետության մի հատ ես էլ ասեմ բանը հետաքրքիր բան ասեմ մի հատ շատ ազգությամբ եզդի շատ հետաքրքիր մասավաճառ ծանոթ ունեմ սա ասենց ասեմ հետը զրուցում էինք մեկը հետաքրքիր բան ասեց բանի առումով անձի առումով բայց ինքը շատ հարյուրավոր ավելի ֆիլոսոֆաներից ավելի հետաքրքիր բան ասեց անձի առումով լավ ա եղել այսինքն Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը որովհետև մեզ նեղացնող չկա մեզ բան չեն անում այդ մեր գյուղի այսպես ասած իշխանավորները չեն ճնշում ասեց բայց բանի պետության առումով ասեց ես Հայաստանում եմ ապրում որպես եզդի բայց եթե բանը սենց շարունակվի եթե իրականություն դառնա ադրբեջանցիների նկարտումները եւ թուրքերի նկարտումները, ասեց հենա 30 միլիոն քուրդ կա բանում ապրող, Թուրքիայում ապրող, եթե այդ քրդերը գան նույն ձևի կարողանան ապրեն, այսինքն ես իմ ազգությունն եմ կորցնում։ Ես իմ ազգը պահելու առումով ես վտանգ եմ տեսնում։ Եթե ես ազգայինը, դու նայ եզդի տղան ինքը Հայաստանում ապրելու, որ կարող հելի գնա, ասում մենք ամբողջ աշխարհում որպես եզդի մենք միայն Հայաստանում ենք մեզ լիարժեք զգում, որովհետև մենք գիտենք այս քաղաքացիը այլ վայրերում ասում ենք որ եզդի ինքնություն խորհրդանում տեղել ունի, բայց ասում ոչ մի ուրիշ տեղ նույնիսկ բանում Քրդստանում Էրբիլն է, բայց իրեն քրդեր ունեն, բայց որպես եզդի ինքը իր ինքնության խնդիր ասում հա լավ է գնացինք բանը վարկեր վերցրեցինք շատ ցածր տոկոսով վարկ վերցրեցինք կարողացանք ինչ-որ գործակներ անել բայց ասում իմ ինքնության կորուստն է դուք ասում դուք չեք պատկերացնում դու ինքը ավելի շատ քրդերից էր վախենում որովհետև ասում էր որ այդքան քուրդ լծվեց մենք արդեն մեր ինքնությունը կորցնելու ենք մենք եզդի չենք մնալու Դե մեր մոտ ասենք քրդերը այդքան չնայած 15 թվականից հեղափոխությունը քրդերը ավելի շատ վնաս են մնալ պես գործիք են ծառայել Թուրքիայի ձեռքում հենց հեղափոխության ժամանակ բայց մեր մոտ քրդերի հանդեպ այդքան բացասական չի թուրքերի շատ հետաքրքիր բան էր որ ոչ թե ինքը տնտեսությունից բանից է վախենում ինքը իր ազգին ասում եմ եթե ես իմ ազգի ինքնությունից չվախենամ հա որպես կենցաղ ապրող իմ համար ինչ տարբերություն բայց որ տնտեսական առումով որևէ խնդիր չկա բայց ասում որպես ազգի պահելով հա հիմա այս երկու երկընտրանքն է որպես բանի առումով ես հույս ունեմ կամ
Նիկոլ Փաշինյանը կհասկանա այս ամեն ինչը, կամ ինքը պետք է գնա, որովհետև առանց ազգային ինքնության մենք կորած ենք, առանց մեր դիմագծի, առանց մեր ողնաշարի, մենք ասելով Հայաստանում ապրող ցանկացած քաղաքացի։ Այստեղ մենք շատ ռոմանտիկ էր, եթե կարծում որ Նիկոլ Փաշինյանը կհասկանա այդքանը, կամ գուցե հասկանալուց հետո ինչ-որ քայլեր կանի։ Ավարտենք։ Հա, ինձ թվում է սպառեցինք մենք մեզ մի փաթեթը։ Նոր շնչով սկսենք։ Ոչ միայն այսօրվա համար, այլ այս եթերաշրջանը ոնց դու ասեցիր։ Մենք մի փոքր կարճ դադար կվերցնենք։ Ու հետագայում արդեն տեղակ կպահենք ըստ սիտուացիայի, ըստ դեպքերի եւ իրադարձությունների զարգացման։ Շնորհակալ ենք։ Եվս մեկ անգամ շատ շնորհակալություն, հաջողություն։ Ստեսուն ձեզ։